Այնինչ որ վերջերս զարգացումներում մենք ականատես եղանք, Ուկրաինա, Ռուսաստան ռազմական արձակադումի արդիվ եւ հետևանքները, որ կտեսնենք, շատ հետաքրքրական են եւ նաեւ միևնույն ժամանակ հուսադրիչ, որովհետեւ ըստ երևույթին նախագահ Թրամփ վերջերս թեգուզ նոր սիլիբիլիական սիրափանական գարջ ժամանակամիջոցի մեջը նոր սցենարը սկսավ իրականացնել Բուտլերի հետը մեր ներքին 5-րդ շարասյան ռսաստրուկները նոր հրավառության ժամանակաշրջանը սկսան, սակայն ըստ երևույթին իրենց ախորժակը սարեցվեցավ եւ այդ սարեցված վիճակի մեջը իրենք հիմա արդեն ականատես են, որ ճիշտ է նախագահ Թրամփ մեկ կողմեն ասենք սիրալիր արտահայտություն կունենար ռուսական դաշնության ավտոկրատ միահեծան մենադեր Վլադիմիր Պուտինի մասին, սակայն միևնույն ժամանակ արդեն նախագահը, Ամերիկայի նախագահը արտոնություն կուտար, որ ամենաբարձր մակարդակի զենքեր փոխանցվին Ուկրաինային։ Եվ մենք արդեն այդ զենքերու փոխանցումով ականատես կլանք, թե ինչպիսի նոր ավերներու շարքը սկսած է ռուսական դաշնություններս եւ այն միտքը արտահայտող քաղաքական թեդերը իրավունք ունին բնթելու, որ ռուսական դաշնության օրերը համրված են, ինչպես եւ նույնպես Հայաստանի մեջ ռուսաստրուկներու օրերը հաշված են եւ այսպես պիտի շարունակվի։ Իսկ անոնք, որոնք գխորին թե քաղաքական նոր հորիզոն կփանան մերոնքականներով կամ մեր ցևովականները իրենց ցևովականով պիտի ենթարկվին եւ ուղղվին բացմության աղբանոցը եւ ինչպես մենք վերջին ժամանակներուն ականատես եղանք Հայաստանի Հանրապետությունեն ներս այն խրոխտ հավատացյալ ժողովրդի այն խորներա մասնակցությունը բազմաթիվ թեմական եկեղեցիների ներս, ուրեմն այդ շարժումը արդեն հասավ Մայրաթոր Սուրբ Էջմիածին վերջերս եւ մենք ականատես եղանք նոր ասենք իրակորձումը պիտի միասին դիտենք այս դեսանյութը եւ շարունակենք մեր զրույցը։ Ես եկել եմ հերավոր Վարնա քաղաքից, բերում եմ ինձ հետ մեր Բուլղարիա հայոց թեմական խորհրդի, Վարնայի Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի եւ մեր ժողովրդի միասնականության գոչը այսօրվա մեր 10 եպիսկոպոսներին, որոնք բարձրացնել են արդարությունը եւ ուզում են ինչ-որ եկեղեցում արդարություն դիրի եւ ուզում են, որ եկեղեցու բարեկարգում լինի։ Եվ ի վերջո մեր նպատակին պետք է հասնենք։ Եվ այս նպատակը, այս Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը, ոնց որ Սուրբ ա եղել միածնաէջ լինելու պատճառով պետք է սրբանա։ Մենք հակառակն ենք տեսնում, որ չի պատրաստվում Գարեգին բան հեռանալ, Տեր Արմեն, ամեն դեպքում ունեք ճանապարհային քարտեզ։ Մինչև երբ չի պատրաստվում հեռանալ։ Մինչև երբ։ Այսպես ստացվեց, որ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների ցանոթությունը համընկեց կաթողիկոսների։ Այսին նայեցեք, այս խմորումները միշտ էլ եղած են հայ եկեղեցու մեջ։ Օրինակ ցեզանից շատեր ինձ կճանաչեն, ես 2018 այս հրապարակի եղած եմ նաեւ եւ մենք պահանջել ենք միևնույն պահանջը, որ Գդրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Եւ ահա Վասիկ 2018 տարից հետո մենք քանի տարի անցավ միևնույն նպատակով եւ միևնույն պահանջով դարձյալ այստեղ ենք։ Տեր Արմեն, խոսում եմ մասին, որ Գարեգին բան կարող է տեղափոխվել Ռուսաստան ընդհանուր այնտեղից։ Խնդրեմ։ Դու դեղավոր որտեղ ուզում ես թող գնա։ Միան այստեղ այ Մայր Աթորի սրբությունը թող վերադառնա։ Այս ժողովուրդը պետք ունի սուրբ օջախի, որտեղ կա միայն Աստծո հոգին տեսնի։ Ուրիշ բան չտեսնի, աբորություններ չտեսնի, անպարոյականություն չտեսնի։ Ըստ երևույթին սա արդեն կարևոր խոսք մնե, որ մեր ժողովուրդը խորներամ կերպով
արդահայտեց Մայրաթուր Սուրբ Էջմիածինե ներս եւ ըստ երևույթին վերջագետ տնելու հավաքական գամքը ուժեղացած է։ Իմ զրուցակից Վարո Մխիթարյանին գուզեի առաջարկել, որ իր դեսապանությունը ներկայացնի եւ շարունակենք մեր զրույցը։ Բարոն Չապարյան, կարևորը հետևյալ ցևով մեկնաբանենք եւ լուսաբանենք մեր ժողովուրդը։ Նախ ուրախալի երևույթ էր։ Ուրախալի այն իմաստով, որ ժողովուրդը խուրներամ ներկա էր մայր աթորեն ներս բանջելու իր արդար իրավունքը։ Ի վերջո ժողովուրդն է եկեղեցին։ Եվ հետևեցան այն քաշարի քահանաներուն, եպիսկոպոս, արքեպիսկոպոսներուն, որոնք քաղաքավար ցևով բանջեցին, որ Քարեքին Գաթողիկոս հանուն հայ եկեղեցու հերանա այդ աթորեն։ Այս բոլորի մեջ ուրախալի երևույթը այն է, որ երբեք առ ջագադում դեղի չունեցավ այդտեղ։ Բայց սիրելիներ, հոս չվերջացավ, որովհետև հաջորդ հանդիպումը պիտի լա մայր դաջարին մեջ։ Հետևաբար, խելքի տողքան մեր ավակ երեց եպիսկոպոս, արքեպիսկոպոսները, որոնք այսօր թերևս կվախնան, բայց պետք է հանուն եկեղեցվում, հանուն ավետարանին, որում վրա ցերկ դրին եւ ուխտեցին ծառայել ավետարանի ջամփով հայ ժողովրդին, ոտքի ելեն եւ բանջեն, որ Քարեքին Գաթողիկոս անպայման հերանա այդ աթորեն։ Բարոն Մխիթարյան, դուք քաչազանոթ եք այն բատմական փաստին, որ ըստ երևույթին Քարեքինաբաշտերը այնքան լավ մարզված են Գրեմլի կողմէ KGB-շնիկ որպես կորձակալներ, աներես մարդիկ են այս մարդիկը եւ Քարեքին բն մարզած է իր համակորձագից կորձակալ KGB-շնիկ եւ հիմա ռուսական FSB-ականներուն լավ գերբով մարզած է ըլլալ աներես եւ ինչպես որ գիտենք անցյալին որ ինչպիսի մշակույթ գարդացոլան Քարեքինաբաշտեր որ թակավորի պես կուզենք ապրիլ եւ այլն եթե եպիսկոպոսներու կարևոր մասը այդպես ցերմբահ մնա կամ Քարեքին բի գոմնագից շարնագի ըլլալ արդյոք որն է լուծումը Մենք գիտենք, որ կանոնակրային խախտումներ գդարվեցան եւ դակավին կգդարվին այն օրեն, որ Քարեքին Գաթողիկոս հափշտակեց այդ աթորը։ Մանրամասնությունների մեջ հիմա չմտնենք։ Հետևաբար, քանի այս բոլորը կան եւ ելած են Բարգեշտ եւ Փարսասիջան եկեղեցականներ, որոնք հանուն եկեղեցվո, հանուն հայ ժողովրդի գխնդրեն Գաթողիկոսին, որ հերանա, որովհետեւ եկեղեցին բարենորոգվի, եթե Քարեքին Գաթողիկոս անթրթվելի մնա, գասկածե վերը սիրելիներ, որ բեդությունը պիտի երթա մյուս ջամփով, որովհետև Քարեքին Գաթողիկոս 25 տարիներու ընթացքին այնպիսի կանոնակրային խախտումներ ըրած է, կանոնակրային ոչ միայն եկեղեցական, նաև քաղաքական օրինական խախտումներ ըրած է։ Եթե գիշեք շաբաթ առաջ Արշակ arczepiskopos այսօր ջաղերու յեդին է եւ Քարեքին Գաթողիկոս առանց ամճնալու ասի բարձրացան գսեմ առանց ամճնալու հայտարարեց որ եթե Արշակ arczepiskopos ջաղերու յեդին երթա հայ եկեղեցին գփլի գրնակ Երևակայել նման սոփեստությունը արդասանված Քարեքին Գաթողիկոսի կողմ է հետեւաբար Արշակ arczepiskopos այո ջաղերու յեդին է այսօր եւ գարկ ասած է Քարեքին Գաթողիկոսին որովհետեւ նույնքան օրինական խախտումներ ինքնալ ունի արիգա ալլա նյութաբես հարցերու մեջ ինչպես նաեւ բոլոր այդ բիզնեսները որոնք ինք ղեկավար է ինք անստաբես ինչպես նաեւ իր արփանյակներու միջոցով հետեւաբար լուծումը այլ է սիրելիներ եթե հաջորդ քայլը arczepiskoposները մոդենան Գաթողիկոսին եւ Գաթողիկոս չընթարաչե այդ ազնիվ խնդրանքին լուծումը այս է բեդությունը
իր ժողովրդին փափակը պիտի գադարե եւ Կարեկին Գաթողոս պիտի երևնա ջաղերու յետին։ Բարոն Մխիթարյանը անշուշտ բազմաթիվ հիմնավորումներ ունի այս առաջադրանքը ոչ թե ներկայացնելու, այլ մատնանշելու, որովհետև այդ առաջադրանքը արգա է եւ հայկական pedagogiությունը բարդավոր է իր քաղաքացիներուն պաշտպանելու ներքին թշնամիները։ Եվ այս բարակային մենք նախորդ հաղորդումներու միջոցով բարձրացնած ենք այն փաստի մասին, որ բազմաթիվ հանցագործություններ կատարած է Կարեկին բն եւ Կարեկինաբաշտերը Կարեկինի Հովնան Դերդերյանի եւ Մոսկվայի եզրասի մաֆիան նաեւ ցերնաբուխ եղած է աբորինի կորզունեություններու մեջ տրամի լվացում, մարդասպանություններ եւ ամեն տեսակի ասենք աբորինի եւ հագամարտկային վարվելագեր եւ միլիոնավոր դոլարներ շոկիացած են այս մաֆիայի կորզունեության միջոցով գողոպտելով սեփական ժողովրդին, այսինքն եթե այս գողոպուտները, որ գդարված են դարիներու ընթացքին, մենք նմանեցնենք մարդու ֆիզիկական վնաս հասցնելու այդ մտքին, ապա ուրեմն մենք հանկիստ կկարողանանք ասել, որ այս Կարեկինաբաշտերը, ռսասրուկները նաև իրենց հերթին հայ-եփական տաշնակցության ռսասրուկ բյուրոն, որ լուսանգարի մեջ կտեսնենք, թե ինչպիսի աներեսափար իշխանիկները, որ այս գյուզել գուսակցության ղեկին անցած քարուքանտ ըրին հայ-եփական տաշնակցությունը իրենց սխալ վարվելագերբին պատճառով դեսեք լուսանգարի մեջը եւ իրենց դեղը մի ամծեք դուք ամոթած ասենք ամոթածության հետ գապ չունիք ըստ երևույթին, որովհետև աներես դարձած եք, բայց մեր բարդականությունն է իրազեկենք նաև այն շարքը նորելուկ ռսասրուկներ, որոնք նաև արտերկրի մեջը, հատկապես Արևմտյան Միացյալ Նահանգներու մեջը բարեփոխտապար իրենց թվականակը բավականին քիչ է, սակայն աներեսափար դարձած են ռսասրուկ բյուրոյականներու շնիկները իրենց մասին մոդիկ աբակային անպայման բարձապանումներ պիտի եւ պիտի բացահայտենք թե ինչպիսի զարդուղի ճանապարհներով եւ հագաօրինական կորձունեությամբ փռնազավթած են ասկային առաջնորդարանը Արևմտյան Միացյալ Նահանգներու անտիասական անշուշտ նույնպես եւ Կարեկինի եւ 5-րդ Շարասյան մաֆիան փռնազավթած են Արևմտյան առաջնորդարանը էջմիածնական անշուշտ եւ բարոն Մխիթարյան, իմ հարցը ցեզի այն է, որ արդյոք մենք պետք է բավարարվենք Կարեկին բի ջաղի յետևին հայտնվելով, թե նաև իր անմիջական կորձագիցները, որոնք ինչպիսի զարդուղի կորձունություններ դարած են դասամյակներու ընթացքին, ինչ պիտի լա եւ ովքեր են անոնք։ Բարոն Չապարյան, շատ հետաքրքրական հարցում մներ, որ հարցուցիկ այստեղ նկատի ունենալով, որ Կարեկին Գաթողոս մենադերն էր մինչև հիմա եւ որպես բռնագալ այդ եկեղեցին մինչև անտունդ տարավ, այս բոլոր անունները, որ դուք արտահայտեցիք, բացահայտեցիք, իր հացահատիկեն գշտացող եպիսկոպոս արքեպիսկոպոսները չփավեր պատասխանելու համար ծեր հարցումին չփավեր Կարեկին Գաթողոսը դեսնել ջաղերու յետին որբեսի մայր աթորը փրկվի այլ նաև պետք է վերադեսության ենթարկենք բոլոր թեմերու առաջնորդները որոնք ծրված են այդտեղ Կարեկին Գաթողոսի հրանքով թելատրանքով ոչ հրանքով Լադիգա Մեսրոպ եպիսկոպոս Նյու Յորք Լադիգա ապկար Կանադայի մեջ լա այստեղ Դերդերյան արքեպիսկոպոս այս բոլորն ազատ կգործեն որովհետև Կարեկին Գաթողոսի հասադիգեն գշտացած եպիսկոպոսներ են
եթե իսկապես կհավատան իրենց առաքելության, նույնքան իրենք աշխատանք պետք է դանին, որ Քարեքին Գաթողոս վարգյան առաջ հերանա այդտեղեն եւ եկեղեցին դառնա մաքուր, դաջար Աստուծո առաքելության համար, Ավետարանի առաքելության համար։ Փամը որ կբացակայի մեր մեջ, չկա հոգևոր առաքելություն, գա միայն բիզնես եւ տրամ։ Դժբախտաբար Քարեքին Գաթողոսին հետաքրքրությունը այդ եղած է։ Առաջին օրեն որ ցերնատրված է եւ բացմությունը կվկայի այդ մասին։ Կցավին գսելու, փամը չկա հոգևոր իր մեջ։ Եթե արիտ ունեցած են ցեզ մեջ շատեր անստաբես իր հետ խոսելու, պիտի տեսնեք, որ շինարարության մասին կխոսի, բիզնեսի մասին կխոսի, չխոսիր երբեք հոգևոր արժեքներու մասին, չխոսիր Ավետարանի մասին, որովհետև չունի այդ մեկը իր մեջ չէ զարգած Ավետարանի ուսումը։ Հետևաբար ինք Գաթողոսությունը կնկատի որպես բիզնես եւ ճիշտ ադորամարալ պետք է հեռանա եւ եթե չհեռանա ժամանակը հասած է որ ջաղերու յետին երևնա։ Ըստ երևույթին հայ եսու բարեկարգում շարժման մասնագետներ բավականին մտահոգված են այն փաստով, որ Քարեքիմբը Զարդուղի ճանապարհներով գարկմը նկարակիրով բավականին խոցելի արքեպիսկոպոսներու միջոցով կարող է այնպիսի սցենար իրականացնել, որ հանգարց իր ամենեն նախասիրած արքեպիսկոպոս օրինակ համար Հովնան Դերդերյանը, որում մենք իսկական թիմակիցը բացահայտեցինք, երբ հոկտեմբեր 27 1900 թվականին այդ չարապաստիկ օրը, երբ Սպանթը կորզատրվեցավ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնատարներու parlamentaires եւ նահատակվեցավ հայոց սպարաբեդ Վասկեն Սարգսյանը եւ Գարեն Դեմիրճյանը եւ այլ պետական պաշտոնատարներ նույն օրը Քարեքին բն ցերնատրվեցավ եւ Զարդուղի ճանապարհներով ոչ թափանցիկ հայրապետական ընտրություններու միջոցով ոչ արդար ընտրություններու միջոցով այդ Սուրբ Աթորը բռնազավթեց եւ նույն այդ պահին գիշեք այդ դեսաերիզը երբ լուրը գստանան մայրաթորեններս որ Սպանթը կորզատրված է եւ Քարեքիմբն 20 միլիոն դոլարի գաշարկը վճարելու այլևս բարդավորության տակ չէ այդ ժամանակվա Հայաստանի Հանրապետության ղեկավարության գարկմը շրջանագին, գարկմը օղագին, ուրեմն ուրախությունը գտեսնեք թեմքին, որ ինչպես այն ժամանակ եպիսկոպոս էր ըստ երևույթին կամ ափեղա էր կամ վարդապետ էր, չեմ հիշեր այդ մասը, բայց տեսեք էկրանի վրա, թե ինչպիսի սադանայական թաքուն ուրախությամբ այդ թուղթը կհամբուրե Հովնան արքեպիսկոպոս Տերդերյանը եւ ապա գփոխանցե Քարեքիմբին, որ այսպիսի բան բադայեցավ եւ իբրև թե Քարեքիմբն անագնկալի եկած է եւ իբրև թե դխուր բահեր գաբրի այդ ժամանակին գահայդարարե խորանեն եւ այսպիսի ասենք թերասանություններու ականադես կլա մեր ժողովուրդը իսկ ինչ կվերապերի Քարեքիմբի Հովնան Դերդերյանի եւ Մոսկվայի եզրասի ստեղծած այդ հորի մշակույթի մասին նաեւ մենք ականադես եղանք թե ինչպիսի հղբացած մարդիկ շատ հավանաբար իրենց նման KGB-ի կորձակալներ փեմերեն սկսան բահանջել ժողովուրդին որ իրենց թակավորի պես ապրեցնեն մենք կուզենք թակավորի պես ապրիլ ուրեմն այսպիսի մշակույթ ստեղծած ճագերդյալ մշակույթ ստեղծած մարդիկ պատկերացրեք որ հիմա հանգարց 16-րդ աթորազուրկ կաթողիկոսին կորձընթացը իրականացնելու համար առաջնակից անցածելան ու շատ թույն պետք է ենենք որ թույլ պետք չէ տանք որ խնդրահարույց մարդիկ այս սուրբ առաքելության
միջամուխ լան Բարոն Մխիթարյան մեր ժողովուրդը եւ Հայաստանյաց արեգական Սուրբ Եղեցին Կարեկին բիեն գդրիչ ներսեսյանեն սերբազատվել են յետքը ինչ պետք է ընե եւ հավանաբար նույնիսկ հիմա պետք է ասենք օրինակ արդյոք նպատակահարմար է որ զուգահեռ գերբով բոլոժենիայի վերացման համար քայլեր ասենք նախաձեռնվին եւ նաեւ ժողովրդավարության վերագանքման շարժումը ազատ աշխարհի մեջ կորձող թմերեններս ինչպիսի պատկերացում ունիք Բարոն Չապարյան պատկերը շատ հստակ է Կարեկին Գաթողոսի հերացումեն յետքը հայ եկեղեցին վերանորոգման պետք ունի այս մասին շատ խոսած ենք բայց հիմա հարցը հրադապ է որովհետև հստակ կանոնակրությունը դակավին չկա որ վավերացված լա ասկային եկեղեցական ընդհանուր ժողովի կողմէ որտեղ գիտենք բոլորս որ Կարեկին Գաթողոս մերժեց նման ժողովը որբեսի խուսափի հաշվետվութենե եւ թափանցիկութենե ահավասիկ սիրելիներ հասած է ժամը մեմը որ Գաթողոսը հերանա եւ դեղաբահի ընդրությամբ գադարվի ասկային եկեղեցական ընդհանուր ժողով նույնքան հրադապ է կանոնակրությանը վավերացումը եւ այդ կանոնակրությունը առանց բացառության պետք է կորզատրվի թե հայրենիքներս թե սփյուռքի դարածքին որովհետեւ ամեն առաջնորդ իր հասկացած ծևով իր թեմի չղեկավար է ամեն թեմ բարդավոր է ըլլալ հաշվեդու եւ թափանցիկ իր ժողովրդին հասած է ժամանակը մենադիրության երբ մենադերը հերանա թաշտը բարարդ է այլևս նոր սերմերց անելու բոլոր անոնք որոնք գահավակնին եւ գահանտկնին նույն ծևով շարունակել պետք է հերացվին իրենց առաջնորդական աթոռներն մեր ժողովուրդը արտնության մեջ է Ալլահ հայրենիքներս ալլահ սփյուռքներս մենք պետք է միասնության մասին աշխատանք տանենք եւ միասնապար փրկենք եկեղեցին այնքան ադեմ որ եկեղեցին ունենա հստակ կանոնակրությունը որուն հիման վրա ժողովուրդը ինքը ընտրե իր առաջնորդը իր քահանան եւ ոչ հրանքվի մայրաթորեն ինչպես կգադարվեր վերջին 25 տարիներով հետեւաբար թափանցիկությունը եւ հաշվետվությունը մեծ ծավալ անհրաժեշտությունն է հայ ժողովրդի կյանքերս մանավանդ եկեղեցական կյանքերս մեր եկեղեցականները երբեք չհավագնին ասելու որ ասիկան ներքին գործ է ոչ սիրելիներ այդ գումարները մեր ժողովուրդը գտա ես ու մյուսը գտան այդ գումարները դուք բարդավոր եք հաշվետու եք ժողովրդին եւ մանավանդ բեդության ինչպես մեր եկեղեցիները արտասահմանի մեջ թեգուզ ոչ շահակցական ընկերակցություններ հաշվետու են բեդության նույնը պետք է լա Հայաստաններս մի զարմանակ երբ որ բեդությունը բանջե որ հայ եկեղեցին հայ թեմերը մայրաթորը հաշվետու լա եւ թափանցիկը լա իր բոլոր տրամական հարցերում մեջ չկա ձազուկ բան ուշ կամ գանուխ այս բոլորը բիդի երևնան հետեւաբար ժամանակը հասած է ցերկ-ցերկի դանք փրկենք հայ եկեղեցին զորավիկ կանգնենք այն եկեղեցականներուն որոնք բարգեշտորեն գտնունին անցյալի սխալները եւ այսօր պատրաստ են երթալու ավետարանի ջամփով փրկելու եկեղեցվո արժանապատվությունը նույնադեն փրկելով իրենց արժանապատվությունը Շնորհակալություն բարոն Մխիթարյան մեր ժողովուրդը չափազանց ուրախ եւ շնորհակալ բիդելա երբ այս ռուսաստրուկները սկսած Կարեկին բիեն եւ եղբայրը Եզրասը արունագից եղբայրը Եզրասը եւ իրենց երյագին երրորդ Հովնան Դերդերյանը իրենց մեդալներով իրենց ստացած մեդալներով ջամփու թրվին թեպի բամության աղբանոցը
ինչպես որ էկրանի վրա կտեսնենք, Քարեքին բն մեդալ կստանա եւ իրեն գաչորթե մյուս լուսանգարը երբ եզրաս, այսինքն արաբերեն ռաս գլուխ կնշանակի։ Եզի ռաս մեդալ կստանա իր հերթին բուտլերեն եւ նաեւ երիագին երրորդը Հովնան Դերդերյանը ինչպես որ էկրանի վրա կտեսնենք, անալ մեդալ կստանա Սերժ Սարգսյանին, որ բոլորս գիտենք Սերժ Սարգսյանը 5-րդ Շարասյան ղեկավարներն է Հայաստանի մեջ եւ կգլխավորե մեր ցևով շարժումը եւ ամեն կերպ աշխատանք կդանի, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններուն վերաթարնան խորհրդարան եւ իրենց ավերիչ գործունեությունը շարունակեն։ Ուրեմն այս 3 մեդալ ստացողները նույնպես եւ 5-րդ Շարասյան բոլոր փաղաթրիչ այդ ժխտական ուժերը մենք կարաշնորթենք թեպի բամության աղբանոցը։